34-րդ շաբաթ, ուրախ հոկտեմբերի 31 ամսվա վերջին օրը։ Ողջույն, ձեզ հետ է Քրիստինեն։ Նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Այս օրերին աշխարհի տարբեր վայրերում նշում են Հալովեն կոչվող տոնը, որը որ քրիստոնեական տոներից շատ հեռու է, և դրա խորհրդանիշը դդումներն են։ Ահա այստեղ ես դրել եմ և կոչ եմ անում, որ դուք ասեք ոչ Հալովենին։ Փոխարենը եկեք տոնենք բարեփոխման օրը։ Բարեփոխման օրը եկեղեցական տոն է, այն նաև կոչվում է ռեֆորմացիայի լատիներեն բառից եկած ռեֆորմատիո, ռեֆորմացիայի օր, և մի փոքր ակնարկ եթե նետենք եկեղեցու պատմությունից, հետևյալ կկարդանք, աղբյուրն է Վիկիպեդիան, 1517 թվականի հոկտեմբերի 31-ին Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի մայր տաճարի դռանը և մոտակայքում մի հոդված փակցվեց։ Հոդվածի հեղինակը նույն համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Մարտին Լյութերն էր։ Ըստ նրա, հավատի միակ աղբյուրը Աստվածաշունչն է։ Լյութերի փակցված դրույթներն ուղղված էին կաթոլիկ եկեղեցու դեմ։ Հռոմի պապի հեղինակությամբ եկեղեցին փրկության թղթեր էր վաճառում, որոնք կոչվում էին ինդուլգենցիաներ։ Ըստ Լյութերի, մարդը կարող է փրկության հասնել միայն հավատով, այլ ոչ թե անհեթեթ թղթեր գնելով։ Յուրաքանչյուր քրիստոնյա, երբ անկեղծ զղջում է հայցում Աստծուց, առանց ինդուլգենցիայի էլ ստանում է լիակատար ապաշխարություն։ Փրկությունը Քրիստոսի ձրի պարգևն է, երբ անհատը վստահում է խաչի վրա կատարած Հիսուսի գործին և հավատով ընդունում է քրիստոսահաճո ապրելակերպը, նա փրկված է։ Ահա այս մեջբերումով ես անպայման ցանկացա կիսվել ձեզ հետ, որպեսզի դուք ավելի իմաստալից դարձնեք այս օրը, հոկտեմբերի 31-ը, և այն ուղղեք դեպի բարեփոխման տոնակատարության, ավելի քան աշխարհի ետևից գնալով Հալովին տոնեք։ Այսքանը այս մասին, եկեք շարունակենք։ Մենք այս շաբաթ անգիր ենք սովորում Սաղմոսներ առաջի գլխի 1-2 համարները։ Դրա համար եկեք 3 անգամ այն կարդանք։ Առաջին անգամ ես կկարդամ։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում, և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Երկրորդ անգամ խնդրում եմ դուք կարդացեք։ Եվ երրորդ անգամ միասին եկեք կարդանք Սաղմոսներ 1, 1-2 համարներ։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում, և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 տակարանից Երեմիա 47, 1-ից մինչև 48-47, Սաղմոսներ 119, 113-ից 120 համարներ, Առակներ 28, 5, Նոր Կտակարանից 2 Տիմոթեոսին 4 գլուխ 1-ից 22 համարներ։ Մաղթում եմ ուրախ, օրհնյալ և իմաստալից օր ձեր բոլորի համար։ Մինչ հաջորդ հանդիպում։